Պարոն նախարար, նախ հստակեցնենք, թե դուք ուխտիերթին որպես ով եք մասնակցում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյան, թե պարզապես քաղաքացի Սուրեն Պապիկյան, դուք նշում եք, որ հերքում եք զինված ուժերի մասնակցությունը ուխտիերթին, բայց ես պիտի հիշեցնեմ, որ երբ դուք եկաք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ, ձեր հետևից բազմաթիվ քաղաքացիներ էին գալիս, արդյոք դուք էիք հորդորել, խնդրել, կոչարել, որ իրենք ձեր ետևից գային, եւ պարոն Շաքարյանի մասով էլ թեև մենք էլ էինք դիմել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, որովհետեւ պարոն Շաքարյանը այդպես մեզ ասաց, այստեղ հակասություն կա, եթե պարոն Շաքարյանը պարզապես քաղաքացի էր ներկայացել այդ ուխտիերթին, ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին, ինչու էր սլաքները ուղղում դեպի Պաշտպանության նախարարություն եւ պարոն Պապիկյան թեև անդրադարձակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը օկուպացրած ադրբեջանական զորքերի հողում անելով սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, բայց հողի վրա այս պահեգրությամբ անգամ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ չեն իրականացնում։ Հիմա ուզում եմ հասկանալ ինչ եղան սոված ադրբեջանցիները։ Հնարավոր է խաղաղության օրակարգի շրջանակներում, օրինակ արդեն մեր հարևանը դարձած ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետությունն է օրինակ բնամթերքով ապահովում եւ նաեւ պարոն Շաքարյանի մասով հնարավոր է որ քանի որ զրկվել է Արցախի հերոսի կոչումից Նիկոլ Փաշինյանի հռչակած իրական Հայաստանի կոչում շնորհեք նրան, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես ձեր վերջին հարցին անդրադարձա ըստ էության, այսինքն ես չեմ անդրադառնա ինստիտուտների, որոնք առ ոչինչ են կամ գոյություն չունեն։ Նորից եմ ասում, ես չեմ ճանաչում որևէ վիրտուալ կառավարություն կամ մտածածին կառավարություն, որը ինչ-որ իրավական ակտեր է ընդունում։ Բոլորին պարզ է, որ դրանք առ ոչինչ ակտեր են կամ, չգիտեմ, ինչ-որ շրջանակի սթոփելու կամ իրենց գոյությունը կամ ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում, իրենց գործն է, կարծում եմ սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի, որ սրան արձագանքեն իրավական մարմինները, կարձագանքեն պատկան մարմինները։ Ինչ վերաբերում է նրան, թե որպես ով եմ մասնակցել ուխտերթին, մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշտպանության նախարար, որովհետեւ ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ եւ բնական է, որ սրանք իրար հետ փոխկապակցված դերեր են եւ այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև այո նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաև պաշտպանության նախարար, որտեղ ես դրան զուգահեռ նաև քաղաքացի եմ, նաև քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ, ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի, այլև խրախուսելի է։ Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեություն գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է, պարտադիր չի, որ ես ամեն օր հանդես գամ հրապարակային հայտարարություններով կամ հարցազրույցներ տամ, ես շարունակում եմ մնալ իմ դերում եւ բնականաբար իմ քաղաքական կուսակցության բոլոր որոշումների ջատագովն եմ եւ առաջ մղող։ Շնորհակալ եմ իշխան տարածքի։ Բայց նաև ինքնիշխան տարածքի հետ կապված բազմիցս դրա մասին խոսվել է, ես ինքս նշեցի, այդ հարցը պիտի կարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար